Օրենսդիրը լիագումար նիստի աշխատանքը սկսեց բացասական եզրակացություն ստացած նախագծի քննարկմամբ։ Հայկ Սարգսյանի ներկայացրած գումարի դիմաց զինծառայությունից ազատվելու վերաբերյալ օրինագիծը կրկին մերժվեց։ Շնորհավորանքներ, ծաղիկներ ծննդյան օրը ազգային ժողով եկած նախարար Արփինե Սարգսյանին, այնուհետև նախագծի ներկայացում, առաջարկում է փոփոխություններ կատարել ոստիկանությունում ծառայության մասին օրենքում եւ ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ, որի արդյունքները կգումարվեն ատեստավորված ծառայողի գնահատականին եւ ազդեցություն կունենան ոստիկանության ծառայողների ինչպես առաջխաղացման, այնպես էլ վարձատրության համակարգի վրա։ Արփինե Սարգսյանը ներկայացրեց, նախատեսում են, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի հունվարի 1-ից։ Մի կողմ թողնելով 3 տարվա ընդհանուր աշխատանքը, մենք հենվում ենք միայն ատեստացիայի արդյունքում ձևավորված թվի վրա եւ ֆիքսում ենք լավ է, գերազանց է, թե բավարար է։ Հիմա վերցնելու ենք 3 տարվա կատարողականը, դրանից դուրս ենք բերելու միջին թիվը եւ այս պայծրությամբ դեռևս հստակ չենք որոշարկել, բայց այն կլինի պայմանական 50% ընդհանուր գնահատականի։ Ավտոսիրողի կյանքը ավելի են նյարդայնացնելու, թե իրականում զբաղվելու են երթևեկության կարգ ու կանոնի հաստատմամբ։ Իրավաչափ վարքագիծ ցուցաբերող ավտոսիրողի կյանքը որևէ ձևով չի բարթանալու, պարոն Ազարյան։ Մենք նախատեսել ենք այնպիսի կոմպոնենտներ եւ բալը տվել ենք ավելի բարձր այնպիսի կոմպոնենտներին, որոնք որ նաեւ ոստիկանի վարքագիծ են ձևավորում։ Գեգամ Նազարյանը մեկ այլ հարց էլ բարձրացրեց։ Նրա համոզմամբ բարեկների կողմից հանրային տրանսպորտի վարորդներին աջակցելու մեխանիզմ պետք է լինի։ Կոճակի սեղմումով բարեկային ծառայությունը շուտ կարողանա օգնության հասնել եւ ես կխնդրեի այդ դեպքը մի քիչ ավելի ուշադիր ստուգեք, որովհետև դա սովորական խուլիգանություն չի, որովհետև որպես կանոն 32-33 տարեկան տղաները ավտոբուսում կռիվներ չեն սարքում վարորդի հետ, դա այլ տեղից եկող այլ ինչ-որ մի բաներ։ Աշխատանքի տեղ դեռ ունենք, ես որևէ ձևով սա չեմ հերքում եւ հենց կատարողականի գնահատման համակարգը եւս թույլ կտա ավելի չափելի կերպով անդրադառնալու այս վարքագծին եւ գնահատականներ տալու նաեւ այս տեսանկյունից։ Մենք հիշում ենք, որ կային խմբեր մարտի 1-ին, այդ խմբերը արկա էին 2008 թվականի եւ այդ խմբերը մեկ էլ տեսնում ենք կազմակերպված ի հայտ են գալիս։ 3 երիտասարդ Նիսսանով գալիս են, որպեսզի ավտոբուսում հարց լուծեն։ Դա պատահական չի, դա պլանավորված գործողություն է եւ համարենք, որ ինչքան ընտրությունները մոտենան, այնպես այդպիսի պրովոկացիոն գործողությունները շատանալու են։ Պետական եկամուտների կոմիտեն հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելու, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկությունը եւ հարկ վճարողին ծանուցելով փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարվածի մասին։ Հարկային մարմնի առաջարկած կարգավորումներից մեկն է հարկային, քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում նախատեսվող փոփոխություններով։ Հարկային հանցագործությունների հետ կապված գիտեք, որ 10 միլիոն շեմ է գործում խոշոր չափի դեպքում հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու, իսկ առանձնապես խոշոր չափ 20 միլիոն եւ հիմա պատմական մեծ քայլ են կատարում, առաջարկելով խոշորը 3 անգամ բարձրացնել 30 միլիոնի, ընդ որում 2 հաջորդող տարվա համար 45 միլիոն, իսկ առանձնապես խոշորը առաջարկում ենք բարձրացնել 2 անգամ 25-ից 50 միլիոն, իսկ 2 հաջորդող տարվա պարտավորությունների համար արդեն 75 միլիոն դրամ, եւ սրա արդյունքում ինչ է տեղի ունենալու։ Սրա արդյունքում մոտ 600 քրեական գործեր կապաքրեականացվեն կամ չեն նախաձեռնվի։ Մի մասի ծանրության աստիճանն էլ կնվազի, առաջարկվում է նաև ներդնել այլընտրանքային մեխանիզմ, որպեսզի հարկ վճարողը քրեական վարույթի ընթացքում ֆինանսական կորուստներ չկրի։ Գույքն արգելադրելու փոխարեն կտրամադրվի դրան համարժեք բանկային երաշխիք։ Եթե ընդհանրապես հաղորդումները խոսենք մոտավորապես տարեկան 1000 դեպքեր են, իսկ դրանից տարեկան 100-ից 150-ը գնում են դատարան քննչական կոմիտեի կողմից։ Լիլիթ Ստեփանյանը բարձրացրեց տնտեսվարողների կողմից կանխիկ եւ անկանխիկ առևտրի դեպքում տարբեր գներ առաջարկելու մասին հարցը։ Խնդիրը կա միայն տեխնիկայի կամ շինանյութի խանութներում, արձագանքեց ՊԵԿ նախագահը։ Այստեղ արդեն հարկ վճարողի ընդհանրապես գնորդի սոցիալական պատասխանատվության հարցն է, այսինքն մենք ճիշտ է մեր ստուգումները անում ենք, բայց իմ հորդորը կլինի, որ բոլորը համատարած չգնան այդ քայլին, եթե իրենց նման առաջարկ արουν, որովհետև ակնհայտ նշանակում է ստվերային վաճառք դա։ Հարկային ոլորտի հաջորդ փոփոխությունը միտված է ոսկեգործության եւ ադամանդագործության համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորմանը։ Ըստ ֆինանսների փոխնախարարի 2 արտոնյալ կանոն է առաջարկվում։ Մեկը արտադրողի, մյուսը վերավաճառողի համար։ Արտադրողի համար այս օրենքի ընդունումից հետո ավելացված արժեքի հարկով հարկման բազան կամ հարկը կհաշվարկվեն ոչ թե արտադրողի նշանակած գնից ամբողջությամբ, այլ այդ գնի եւ տվյալ զարդի արտադրության համար օգտագործված ոսկու զանգվածի եւ թանկարժեք քարերի փաստաթղթավորված ծախսերի տարբերության չափով միայն։ Նույն
Տրամաբանությամբ վերավաճառողին հնարավորություն է տրվում ոչ թե վաճառքի ամբողջ գնից հաշվարկելու ավելացված արժեքի հարկը, այլ վաճառքի գնի եւ արտադրողին վճարած գնի տարբերությունից։ Իսկ ինչի է մոտեցումը չի գործելու կամ չեք պլանավորում արդյոք տարածել օրինակ հացաբուլկեղենի արտադրության վրա, որովհետեւ էլի գնի զգալի մասը ալյուրնա, ցորեննա, կարակնա։ Հացաբուլկեղենի հումքը, ցորենը կամ ալյուրը ինքը մի արժեշղթայի ընթացքում ամբողջությամբ սպառվում է եւ հնարավոր չէ գործնականում իրեն կրկին որպես հումք օգտագործել, ասենք մեկ այլ հացաբուլկեղեն կամ որևէ ոլորտային արտադրանք արտադրել։ Այսինքն ինքը սպառվում է եւ ավելացված արժեքի հարկը սպառման հարկ է, հետեւաբար այդ հարկը նշանակվում է։ Երկրորդ էական տարբերությունն այն մասին է, որ ոսկեգործական արտադրանքը, ես նշեցի, բարձրաժեք է եւ ԱԱՀ-ի շեմը հատելու հավանականությունը շատ բարձր է, քան այլ ոլորտների համեմատությամբ։ Տարբերությունը հետեւյալն է, որ այս շիշը արտադրողը, որը աշխատում է ավելացված արժեքի հարկի դաշտում, ինքը հնարավորություն ունի իր ձեռք բերված պլաստիկի համար վճարված ավելացված արժեքի հարկը հաշվանցի, այսինքն ինքը երկու կողմից ավելացված արժեքի հարկի ռեժիմում է։ Իսկ ոսկու հետ կապված այդ հնարավորությունը չկա։ Ըստ Թունյանի, ոսկեգործները հենց այս կարգավորման բացակայությամբ են երկար ժամանակ պատճառաբանել իրենց խնդիրները։ Խորհրդարանի օրակարգում էր նաև տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրությունը։ Պաշտոնում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջադրել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը։ Ըստ Խաչատրյանի, հանձնաժողովը կդառնա տեղեկատվական համակարգերի կառավարման ոլորտի անկախ կարգավորիչ մարմինը, իսկ ինքը ընտրվելու պարագայում իր գործունեությունը կառուցելու է մի քանի սկզբունքի հիման վրա։ Մասնագիտական անկախություն հանձնաժողովը պետք է գործի ոչ թե քաղաքական կամ կարճաժամկետ շահերի ազդեցությամբ, այլ մասնագիտական եւ ինստիտուցիոնալ տրամաբանությամբ։ Երկրորդ, ռիսկերի վրա հիմնված կարգավորում, կենտրոնանալ այն ոլորտների վրա, որտեղ ռիսկերը առավել մեծ են։ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել ու ազգային ժողով է բերել ներդրումների մասին նոր օրենքը, որը սահմանում է Հայաստանում ներդրումների իրավական հիմքերը։ Այն տարածվում է ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների ու ներդրումների վրա։ Արթուր Խաչատրյանին մտահոգում էր հարցը, թե արդյոք այն սողանցք չի բացի օտարերկրացիների համար գյուղատնտեսական նշանակության հողերը գնելու։ Մենք մտադիր ենք ել ավելի խստացնել նոր կարգավորումներով միայն ներդրումային ծրագրի կառավարության կողմից ներդրումային ծրագրով հավանություն ստացած ներդրումային ծրագրի շրջանակում նոր կարող է իրավաբանական անձը ձեռք բերել։ Քննարկվեց նաև Հայկ Սարգսյանի հեղինակած քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է թմրամիջոցների շրջանառության համար նախատեսված պատժամիջոցների խստացմանը։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։